Համակարգչի առաջ չինգաչունգ քչերն են խաղում, բայց համակարգչային խաղերի առաջ ժամեր ավելի նորեր են անցկացնում շատերը։ 2006 թվականին ստեղծված Super Mario-ն աշխարհում ամենաեկամտաբեր 10 խաղերից մեկն է, որի եկամուտը անցնում է $1 միլիարդ սահմանը։ Մարիոյի աստղային ժամը վաղուց է անցել, սակայն մինչ օրս Հայաստանում Մարիոյի եկամտի 10%-ն ապահովող խաղ անգամ չի ստեղծվել։ Արդյունքում համակարգչային խաղերի մասին խոսելիս հայկականը միշտ մնում է խաղից դուրս, իսկ ընտրություն կատարում են արտասահմանյան խաղերի լայն աշխարհից։ Ինչպես գրքերը, ինչպես կինոները, նույնպես է խաղերը կարող են վատ, կարող են լավ, ու պետք է երեխաները ու ընդհանրապես մարդիկ սովորեն լավ խաղերը գտնել, խաղալ, որտեղ իրանք կարող են եւ ուսուցանող լինել եւ հետաքրքիր։ Համակարգչային խաղերի նկատմամբ համապատասխան վերաբերմունք դեռ չի ձևավորվել։ Արդյունքում պահանջված են կրակող, ծակող, պայթեցնող ու սպանող խաղերը։ Հայաստանում իմ կարծիքով չեն գնահատում այդ խաղերի ոնց որ կողմը, ավելի հեշտ կլինի հենց ինձի խաղերի միջոցով, այսինքն ինքնուրույն անել, իսկ հետո արդեն երբ որ լավ պրոյեկտներ, լավ ասենք մարդկանց տեսնեն, արդեն ստեղծեն առանձին արդյունաբերություն, առանձին կամպանիաներ։ Փորձի պակասը սկսել է լրացնել Թումո կենտրոնը։ Այստեղ այցելող ավելի քան 5000 երեխաներից 1500-ին հետաքրքրում է համակարգչային խաղերի աշխարհը։ Պարույրը համակարգչային խաղերի սիրահար է, բայց այժմ խաղալու փոխարեն իրեն ավելի գրավում է համակարգչային խաղեր պատրաստելու գործընթացը։ Սա լեվելի այդ հատակը գիծն է, էլի որպես այս այստեղից սկսում եմ, ու այս ամբողջ խաղը այստեղ, այս կուբիկները բարձրանում էի, դնում էի։ Այսպես ես սարքել եմ։ Խաղի իր ստեղծած մասում ինքն էլ երբեմն պարտվում է, դա խոսում է փուլի հաջողության մասին։ Իրենից բացի խաղը 50 հոգի խաղացել է, արդյունքն արդեն տպավորիչ է։ Մեծամասամբ բոլորը միջին բարդության են համարում այն։ Բարդ չէ, սակայն բարդ խաղ ստեղծելու հերթն էլ կհասնի։ Ես միտք ունեմ, որ ստեղծեմ խաղ, եւ իմ խաղը ցույց տամ աշխարհին, եւ եթե դուր գա, արդեն մեծ հեղինակություն դե արդեն երազանքներ են, բայց եթե լինի կատարվի։ Խաղը համակարգիչ հասնում է միայն վերջին փուլում։ Նախ ամեն ինչին ու բարի թուղթ ու մատիտով գծել, չափագրել ու նկարել է պետք։ Ամենաառաջինը միտքը պետք է լինի, թե ինչ սարքես, հետո գծում ես արդեն քարտեզը, հետո պետք է տեստ անես, որ տենաս ամեն ինչ նորմալ է, նոր անցկացնես համակարգչի մեջ։ 14 եւ 15 տարեկան տղաներն ապագայում համակարգչային խաղեր կստեղծեն, իսկ X-Tech ընկերությունը ստեղծում է դրանք արդեն այսօր։ Հանրային դրագրության ակումբի համար են խաղ ստեղծել, Army Trip Project-ի համար են խաղ ստեղծել, որ այդ խաղերը իրենք իրենց բովանդակությամբ, իրենց տեսքով կարելի ասել, որ չեն զիջում շատ արտասահմանյան կազմակերպությունների կողմից ստեղծած խաղերի։ Խաղերի մեծ մասն ուսուցողական բնույթի է, ծարտնկել սովորեցնելուց մինչև ձիահի եւ միահավի մասին ունեցած տեղեկատվության ստուգում։ Վտանգված կղզի խաղը դեռահասների համար է նախատեսված։ Նրանք կղզին պետք է փրկեն ձիահի համաճարակից, իսկ դրա համար մի շարք հարցերի պետք է պատասխանել։ 1, 2, 3, 4 վարժանքի նմանվող շարժումները նույնպես խաղ են, այն էլ համակարգչային։ Եթե տղաներին կհետաքրքրի օդանավը, ապա աղջիկներին էլ խոհանոցով են հրապուրում։ Համակարգչային խաղ, երբ աթոռի նստելու փոխարեն կանգնած շարում այս պատրաստում։ Նմանօրինակ խաղերն արևմուտքում մեծ պահանջարկ ունեն ու տարեստարի ավելի մեծ տարածում են ստանում։ Օդանավը նույնպես երկնքում ճախրելով հասնելու է արևմուտք, այնտեղի պահանջները բավարարելու համար։ Շեշտը չի դրած հայկական յուզերների վրա։ Ավելի շատ շեշտադրումը արվում է դուրս, այսինքն մենք փորձելով, ասենք ինտեգրվել Windows 8-ի մարքետում, մենք ունենք հնարավորություն խաղը տեսանելի լինի ամբողջ աշխարհից։ Այստեղ ստեղծվում են արտասահմանում սպառվում, սա օրինաչափություն է դառնում, արդյունքում էլ հայկական հայալեզու խաղերի երես Հայաստանում գրեթե չեն տեսնում։ Մեզ էլ մնում են հայալեզու փոքրիկ ոչ այդքան բարդ ուսուցողական խաղերը, ինչպես ասենք այս մեկը, որը ոչ թե երեխաների, այլ լրագրողների համար է ստեղծվել։ Մեր մասնագիտական հմտություններն է ստուգում։ Անի Բաղդասարյան, Արթուր Ղազարյան, Աստարար։